Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Գիտեք, այնպես չի, որ չի համոզե եւ ամեն ինչը նույնն է մնացել։ 20 թվականի պատերազմից հետո իմ քայլը խմբակցությունից այն ժամանակ այդ խմբակցության կազմում գտնվող այդ ցուցակով ընտրված 5 падգամավորներ դուրս են եկել այդ խմբակցությունից։ Ընդ որում ոչ միայն դուրս են եկել, այլ նաեւ հիմա ակտիվ ընդդիմադիր հայացքներով պայքարում են դրա դեմ։ Օրինակ մեր Հայաստան խմբակցության մեր հարգարժան գործընկեր Աննա Գրիգորյանը իմ քայլը խմբակցության համամասնակ падգամավոր պիտի լինի, այսինքն այդ ցուցակով է ընտրվել, բայց իր գիտակցված խելամիտ հայրենանվեր դիրքորոշմամբ դուրս է եկել այդ հանցախմբից եւ հիմա ազնիվ ընդդիմադիր կեցվածքով պայքարում է, նույնը Թակուի Թովմասյանը, չէ՞։ Եղել է իմ քայլը խմբակցության падգամավոր, պատերազմից հետո դուրս է եկել, հիմա պատիվ ունեմ խմբակցության կազմում, պայքարում է եւս այլ Արսեն Ջուլֆալակյանը էլի падգամավորներ կա, որ այն ժամանակ են դուրս եկել։ Այսինքն չի որ ԿՊ-ից մարդիկ դուրս չեն գալի։ Բայց կա նաև Լուսինե Բադալյան, որ օրինակ հետո ասում է, որ ինքը ընդհանրապես էմոցիաների ֆոնի տակ էր, հա, ԿՊ-ին փնովում ու ասում, որ դուրս է գալու։ Դե հիմա կարող է, ասենք թե մարդիկ կան, որ բնավորությամբ կայուն չեն, սկզբունքայնություն չունեն եւ այլն։ Իրենց անձնական հատկանիշները մեզ քիչ է հետաքրում։ Մեզ հետաքրում է որպես падգամավոր իրենց գործունեություն, ամեն падգամավոր հանրային ծառայող է, քաղաքական պաշտոն զբաղեցնող եւ ունի պարտականություններ։ Եվ եթե իրենք իրենց պարտականությունները չեն կատարում, մենք որպես քաղաքացի չենք կարող հաշտվել նրանց ենթադրենք վատ աշխատանքի, իրենց լիազորությունները չկատարելու հետ։ Հետևաբար մեր այս նախաձեռնությունը իմպիչմենտի միտված է падգամավորներից պահանջելու կատարելու այն, ինչը որ իրենք սահմանել են այս կառավարության ծրագիրը, ես չեմ գրել։ Ոչ էլ ես հաստատել եմ, սա Նիկոլ Փաշինյանը գրել է եւ միայն ԿՊ-ի խմբակցությունն է հաստատել։ Հիմա ես եկել եմ ասում եմ, գրել եք, հաստատել եք, չէ՞, բան չի չեք կատարում։ Պարտավոր ես իրենցից ոչ մի այլ պահանջ, քան իրենց դիրքորոշումներն է, իրենց որոշումները կյանքի կոչելն է, չունեմ։ Ոչ մի պահանջ չի, որ ասեմ, այս ծրագրում այս ինչ դրույթը լավը չի։ Ես մտածում եմ, որ սա է լավ, սա արեք։ Ոչ։ Ասում եմ, ինչ գրել է պատահական, ասենք հիմա էլ կարամ ձեզ հետ այդ վարժություն անեմ 102 էջա 4-ից սկսում է մինչև 102 մի հատ ցանկացած թիվ ասեք այդ էջը բացեք կարդանք ցանկացած ես 25 հեսա տեսեք իս թվում է հետաքին գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավման համար կառավարությունը քայլեր է ձեռնարկելու արժեթղթերի շուկայի ակտիվացման եւ զարգացման ուղղությամբ Արժեթղթերի շուկայում ոչ մի դինամիկա 21 թվականից մինչև այսօր գոյություն չունի, ոչ մի ընկերություն արժեթղթ չի թողարկել, շուկան չի զարգացել, ոչ մի բան տեղի չի ունեցել։ Աջակցություն է տրամադրվելու ընկերություններում արդիական կորպորատիվ կառավարման համակարգերի ներդրման եւ լրացուցիչ խթանների միջոցով այդ ընկերությունների զարգացման համար։ Հիմա ես ուզում եմ մի հատ ընկերության անուն ասեմ, որի կորպորատիվ կառավարման զարգացումը տեղի է ունեցել 21 թվականից մինչև հիմա։ Դրամաշնորհներ են տալիս, հարցը ուղղակի արդյունավետ են թե ոչ, բայց միլիոնավոր դրամաշնորհներ են դուրս գրվում տարբեր ընկերությունների համար, բայց արդյունավետությունը դեռևս հասկանալի չէ։ Այո, հենց այդ ձեր ասածը շատ խելամիտ հարցադրում է, որ հիմա կառավարությունը բացի դրանից, որ այս ծրագիրը չի կատարում, նաև կատարում է ծրագրային քայլեր, քաղաքականություն, որ այս ծրագրում չկա։ Օրինակ, ստե ոչ միտեղ գրած չի, որ պետք է հրաժեշտ տալ հին Հայաստանին եւ կառուցել իրական Հայաստան, որ պետք է փոխել Հայաստանի սահմանադրությունը, որ Հայաստանի տարածքի 70%-ը պատկանում է Ադրբեջանին, որ Տավուշից պետք է տարածքներ հանձնել, այդպես բաներ ստե չկա գրած։ Այսինքն, այն ինչ որ չկա անում են Ալիևի պահանջով, այն ինչ որ գրել են չեն անում։ Հիմա մենք որպես քաղաքացիներ ինչի՞ պիտի հաշտվենք այս իրողության հետ։ Օրինակ ինձ հետաքրքիր է Ռուբեն Ռուբինյանը գրել եմ, ամեն մեկի համար առանձնացրել եմ, պատրաստված եմ եկել, ես իրանց հարգանքով եմ վերաբերվում իրանց գործունեությանը։ Ռուբեն Ռուբինյանը, այսօրվա հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը ընդգրկված են ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ստեղծված եւ ղեկավարվող այս պահին գործող Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդանական հանձնաժողովի կազմում։ Հիմա ես ուզում եմ իմանամ իրանք այդ հանձնաժողովին իսկ վերջին անգամ երբ են արել։ Իրանք են չեն ընդգրկվել, իրանք հիմա նաեւ փող են ստանում, նաեւ այս հանձնաժողովի անդամ լինելու համար, չէ՞։ Ալեն Սիմոնյանը ինչ հարցեր ունեք։ Ռուբինյանին ինձ այո, ոնց կարամ չունենամ։ Պարզաբանեք ինչ հարցերի շրջանակում եք այսօր նախատեսում։ Ես այնքան պարզ բաց ասենք ես Ռուբինյանը դաժե կարար 3 գար մեր տուն,
Մի հատ իրար հետ ցես նախապես անցնեինք, որ իր համար ոչ մի անակնկալ չլինի, որ ուղիղ եթեր ալելու, բան սյուրպրիզ չլինի։ Գուցե նախապատրաստվի նաև։ Ապա ասում եմ, հիմա ասենք թե ժամ 2-ի համար, եթե լսում ա, թող նախապատրաստվի։ Օրինակ Ռուբինյանն ունի մի հատ խորհրդական, մի հատ օգնական, մի հատ գործավար։ Իմ նամակին չեն պատասխանում։ Ուզում եմ անամ այսքանով ընդ ինչ են անում, որ մի քաղաքացու նամակի չեն պատասխանում։ Էդ էլ է իր հերթին։ Ուրեմն ինքը հայ-թուրքական գործընթացում ստացել է բանագնացի կարգավիճակ, ճիշտ է։ Մեր երկրի սահմանադրության պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը իրականացնում է կառավարությունը։ Ինքը ազգային ժողովի պաշտոնյա է։ Ով է իրան իրավունք տվել իրականացնել կառավարության ֆունկցիա։ Այսինքն կառավարությունը պիտի արտաքին քաղաքականություն իրականացնի, գա ազգային ժողովին, այդ թվում Ռուբինյանին հաշվետվություն ներկայացնի։ Հիմա Ռուբինյանը ոչ մի իրավական կարգավիճակ չունի, այսինքն վարչապետի որոշում չկա նրան հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու վերաբերյալ, ինչը կա օրինակ Սերդար Քլեչի պարագայում։ Բայց ինքը ասում է, Փաշինյանն ասում է, ես եմ իրան նշանակել, ինքը ինձ է հաշվետու։ Այնիշ պիտի մեր սահմանադրությամբ լիներ ճիշտ հակառակը։ Նիկոլ Փաշինյանը մեկին նշանակեր այդ գործում բանագնաց, գործադիր իշխանությունից։ Նա գնար գար Ռուբինյանին հաշվետվություններ։ Հիմա ես ուզում եմ Ռուբինյանից իմանամ մեր երկրի սահմանադրական կարգը ինքը ինչի է խախտում։ Իրանով է իրավունք տվել։ Ես օրինակ նաև հիմա պարոն Ռուբինյանին ասեմ, որ քանի որ ինքը հիմա կլսի, որ ինքը նախապատրաստվի ընտանիքին զգուշացնի, որ կարող է ժամ 2-ից հետո ինքը գնա ազգային անվտանգության ծառայություն, որովհետև այնտեղ կա հատուկ վարչություն, կոչվում է սահմանադրական կարգի վերահսկման, չգիտեմ ինչ, վարչություն։ Ինքը պիտի ինքնախոստովանությամբ այս մեր բացատրական աշխատանքից հետո ներկայանա ասի, այո, ես փաստորեն մեր երկրի սահմանադրական կարգը խախտել եմ, որովհետև սահմանադրությամբ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունները տարանջվածված եւ ինքը լինելով օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյա ապօրինի առանց որևէ իրավական հիմքի իրականացնում է գործադիր իշխանության գործառույթներ։